Anniversat e tuktuki Patise te amfotu andrevot oh oh Zaveshte te konkret Shakadagir domino oh oh Ay keskino Yev kamchuni khov hararet Rute mersoch Kesar kavore sirel Umi kichel poch Kesar kavore asen Kesar goshte no domino oh oh Vetsavora kankino Այստեղ ոչ տերն ունի շուն, ոչ շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո Դոմինո, բծովորական կինո Մեկ ինչ-որ անհասկանալի և իրար հետ կապ չունեցող բաներ է ասում։ Ծաղիկ ուտող տղա։ Լավա, բոյովը չեկավ։ Մարդ ոնց կարա իրան ծաղկ է պնջի։ Ծեծել, այնպես ծեծել, որ սուրբ մայրդ անգամ չզգա սեփական ինքնությունը։ Այդ տղա քեզ ինչ եղավ, երեք լավ էիր։ Երեք լավ էր, քան թե այսօր։ Սլանում է ամբողջ կյանքս։ Ախպերո, լավ չես։ Տենես համովերը ծաղկի փունջը։ Ինչ ես դերասանություն անում, կոչը տարա։ Ժաննա, սրա հարազատներից ում գիտես զանգի թողան իրանց ապրանքը տանեն, սրա ուղեղի հետ ինչ-որ բան է կատարում։ Հոգնել եմ, պահակություն, արա, խորով։ Խորես անվելիչ։ Իգ ջան, հանգստացի լավ։ Ես եմ ուզում մի հատ լավ հանգստանամ։ Այս տղերքը, այդ տղեն, ծաղիկը կերավ առանց կետչուպ, առանց մայոնեզ, երևի չտեսեր։ Մի քեզ իմ հանգստացնող դեղ ա պետք, քնաբեր։ Հա, ապեր, բայց ես հոգնած եմ, դու քնաբեր։ Բարով տեսանք։ Դուք մենակ այդ տղերքի դեմքերը տենայիք, չնայած դեմքեր մնացել որ տենայիք։ Միք լավ ամեն ինչ անցել է ապեր, հանգիստ քնի։ Չէ, հոգնել եմ։ Այդ տղեն էլ այդ ծաղիկը առանց լվալու կերավ։ Բա կարելի է։
վիճակում Միկային մենակ թողնելը անմարդկային է։ Դե արի մեզ մի 20 րոպեով էշի տեղ դնենք, քանի քնած է, գնանք մեր գործերը անենք, շուտ գանք։ Չէ, Երիկա, չէ, խնդրում եմ, բոյովին ասա թող այդ փշոտ վարդերը եկով տանի, Բարև ձեզ։ լսում եմ, ավելի ճիշտ, ասա քանի լսում եմ։ Կներեք, որ անհանգստացնում եմ, էլի, ուղղակի Ապեր առանց կներեք, շնորհակալություն, թերևս նմանատիպ բառեր էլի մի անգամից ասելիք էդ ասել։ ուղղակի խորեն Սամվելիչի տղերքը իմացան, որ այդ ծաղկե փնջով, որը որ Էրիկային էի նվիրել, 2 ժամ քաղաքով տկլոր չեմ քայլել ու Չես կարելին, հա։ դե չէ, ծաղկե փունջը չտվեցիք, չէ։ Հիմա եկել եմ այդ ծաղկե փնջի հետևից։ Ապեր, Լսում եմ ձեզ։ ոնց հասկանում եմ դու Էրիկայի աղբերն ես, չէ։ Ուղղակի ես չգիտեի, որ Էրիկան խորեն Սամվելիչի ընկերուհին է։ Ապեր գիտեմ, որ տված նվերը հետ չեն ուզում, բայց ես հեն դեպքը չէ, էլի, ծաղկե փունջս կտաս ես գնամ։ Ինչ ասիր։ Ծաղկե փունջս տաս ես գնամ, էլի։ Չէ, մի թող վերև։ Ես չգիտեի, որ Էրիկան խորեն Սամվելիչի ընկերուհին է։ Ընկերուհին է։ Ես չգիտեի, որ դու խորոյին կերուհին։ Աղբրես ես քո տեղեկացված կյանքին մեռնեմ։ Ես վերջու գնա նույն բուկետից առ։ Ասա մի քիչ շուտ գայր էլի այ մազոխիստ։ Թեզ դեղերը ինչի խմեցի։ Տղեկ երգուն վավարա բան չպլանավորեք, թարմ Էրիկայի մսից բիֆշտեքս եմ պատիվ տալու սաղիտ։ Ասա դոկտոր։ Ինչ ասեմ, ձեր ընկերոջ վիճակը ծայրահեղ ծանր է։ Էլի զառանցում էր, ուղղակի այս անգամ հեռախոսով։ Նույն ապուշ բաներից էր խոսում։ Չէ, այս ուրիշ ապուշ բաներ է, Էրիկայի հետ կապված։ Մի խոսքով ես իմ հարցերը լուծել եմ, հիմա գնամ իր մոտ, որ հանգարց հիմար բաներ չանի։ Դա ես էլ տեսնեմ ստղի գժին ինչ եմ անում, հետո նոր կգամ մեր գժի մոտ։ Կարելի է։ Համեցեք։ Բայց ես այս ժամին հաճախորդ չունեմ, է։ Հա, կներեք, ես նախորոք չէի գրանցվել։ Հիմա ինչ, գնամ։ Ուղղակի որ գնացի, հետո էլ չգիտեմ արդյոք հարմար կլինի, թե ոչ։ Համեցեք։
Ուր էինք հասել։ Կայցին։ Հա, Նելի ու Նորայրի հարաբերությունների զարգացման նոր փուլին, չէ։ Ու այդ ի՞նչ է նշանակում։ Նելի ու Նորայրի միջև ինչ-որ բան է սկսվում։ Դա դեռ սիրահարվածություն չի, բայց ինչ-որ կայծ է։ Իսկ ո՞նց է դա իրանց մոտ սկսվելու։ Շատ օրիգինալ բան է մտածել Ցուլիկ։ Ուրեմն էս Նելին թղթաբանակով դուրս է գալիս Միջանցք։ Պատահաբար հարվածում է Նորիկին։ Թղթերը թափվում են հատակին, նրանք երկուսով կռանում են թղթերը հավաքելու, ու երբ որ նրանց հայացքները խաչվում են, կայծ է տեղի ունենում։ Նելի Վարդանն այս չի լինի, որ իրենց հայացքները ուղղակի խաչվեն, էլի։ Ասենք խոսալու ժամանակ, ոնց որ հիմա մեր հայացքները։ Ցուլիկ, ես իմ կյանքն է, ու ես եմ որոշում, թե ոնց է լավ։ Ես քո կյանքի մեջ չեմ խառնվում, չէ՞։ Դու էլ իմի մեջ չխառնվես, լավ։ Միկի, հայ իբր խմած ես, հա։ Միկի, արհամարելու շատ լավ տարբերակ ես գտել։ Միկի։ Միկի։ Վիկտորն եկավ։ Միկի։ Միկի, արտնացիր ասում եմ, Միկի։ Միկի! Նե, դե կարա կամացելի չես տեսնում քնած է։ Հասիմ ներքին ու արտաքինից հետ համընկավ։ Փալաս։ Ցուլիկ, հուսով եմ մեզ մոտ մի դուբլից կստացվի։ Ես էլ Նելի Վարդանովն եմ։ Դե ոնց պայմանավորվեցինք։ Ես հիմա կմտնեմ իմ մոտ ու քիչ անց դուրս կգամ։ Չի լինի մի անգամից դուրս գաք։ Դե ոնց որ չեմ համբերում, էլի։ Ես այնպես դուրս կգամ, որ քեզ համար իրոք անակնկալ լինի։ Ուզում եմ ամեն ինչ բնական լինի։ Ասա ապեր։ Այդտեղ ինչ վիճակ է։ Անտիր վիճակ է։ Հանգիստ է։ Էն էլ ոնց։ Դե լավ, դու մի քիչ մնա իրա մոտ, մի քիչ հետո ես կգամ քեզ կփոխարինեմ։ Հա, որ չեմ կարծում, որ ինքը կուզի, որ դու ինձ փոխարինես։ Դու էլ վարակվեցիր Միկայից։ Դե չէ, ուղղակի Միկան ինձ միշտ ավելի շատ է սիրել, քան քեզ։ Ինձ մի հատ սև դարը սուրճ կտա։ Դու մեռար։ Ընկերս բարևում էր։ Սուրճ, հա, հիմա բեր։ Նելի Վարդանովն կներեք, բայց ես չեմ կարա, որովհետև Արի համարին, որ ես նորվա ասածը չեմ լսել։ Սկսեցինք։ Գնացինք։ Այդտեղա դու Ցուլիկ ես թե կատոկ։ Բայց ես խփում են։ Նելի Վարդանովն կներեք, Ուղղակի դու անտաշ ու վայրենի ես։ Աստված կանչի Նելին սրա մասին չիմանա, թե չէ դժվար ինչ-որ կայծ լինի։ Նորից ենք սկսում, բայց ես անգամ թղթերը քեզ մոտ կպահես։ Ու դանդաղ կգաս, ես գիտեմ ոնց հարված եմ։ Գնացինք։
Չէ, չունես աչքերի մեջ։ Կներեք Նորայր, ես անզգույշ էի։ Ոչինչ եք ասում։ Դուք ինձ ներեցեք։ Ստոպ, պատրաստ եմ։ Դե քանի որ կայծը տեղի ունեցավ, Նորայրը պետք է գնա։ Ոչ մի տեղ ցուլիկ։ Քանի որ Նորայրը փոքր-ինչ կոնսերվատիվ մտածելակերպ ունի, նա կայծը տեղի ունենալուց հետո պետք է գնա Նելիենց բակ նրա մասին տեղեկություններ իմանալու համար։ Չեմ կարծում, որ Նորայրը կոնսերվատիվ է։ Նելի Վարդանովնա, եթե դուք Նորայրին 6 տարի ինչ ճանաչում եք, ես իրանի 9-10 տարի արդեն գիտեմ։ Այնպես որ այս ամեն ինչի բնական լինելու համար Նորայրը պետք է գնա Նելիենց բակ։ Բայց հա որ։ Չնայած այս նոր շենքում ինչ չեն էլ ճանաչում։ Լավ ցուլիկ, թող գնա։ Տրինաժոր։ Էս որտեղ ասենց հարբել։ Չէ, ինչ հարբել Էրիկա ջան։ Ուղղակի Էվրիկա։ Ես դու լստեղ ես։ Դու հարբել է որն ասա կոնկրետ լակած է։ Ավելի լավ է ես իրան տանեմ մեր տուն։ Ես էլ պովրան կերոջ գլխից կաղամ իշերև վեկալացա։ Ես էլ արև գիժա։ Այ հիմա թարմացա։ Միկա։ Ոչ մի Միկա։ Ավետիս։ Տղեկ հիմա ես ձեզ մի հատ լավ լուր եմ հայտնել։ Երբ որ դուք գնացիք, Գարիկը եկավ։ Ծաղկե փուժներ ուզում։ Բեր հաստատ ցնդել է, այդ երեք ա եղել։ Դե իրա գալուց առաջ ես մի 5 հատ քնաբեր էի խմել, ու տենց ոնց որ արդեն պիտի քնեի, բայց դες բաներ ասեց այդ տղեն, քունս փախավ։ Քունս փախավ որն է գրին քարտ չայես տրավ։ Ու մեր բոլորի կողմից ճանաչված ու հատկապես Գարիկի կողմից սիրված Էրիկան, մեր բոլորի կողմից հարգված Խորեն Սամվելիչի ընկերու ինչի։ Տղեկ կարող է ձեր գլխի հետ մի բան կատարվում է։ Չեք լսում ինչ եմ ձեզ ասում։ Միկա, 5 կոճակ դեղից հետո ես էլ կարող Գարիկը չլինեմ, իսկ նորոն օրինակ կարա մորքուրդ լինի։ Համաձայն եմ,
բերածս օրինակը լավագույնը չէր, բայց կարևորը միտքը հասկացա։ Ու եթե այդպես լիներ, դու հիմա Էրիկային լուսամուտից գցել էր չորնի սպիսը։ Կանտելի տրամաբանություն։ Իսկ ինչի՞ չես մտածում, որ ես կարող եմ իր հետ կապված լրիվ ուրիշ պլաններ ունեմ։ Ապեր մնում ասի, որ դա պսակվել է ու բարձ։ Տղեկ, լավ, ուշադիր լսեք, ձեզ ինչ եմ ասում։ Այդ տղեն եկավ ու ամեն ինչ ճիշտը պատմեց։ Ճիշտ ասած, ես ուզում էի ձեզ ասեի, բայց տենց որ խմել էի արդեն Քոնստանում էր, ասացի, քնեմ, դզվեմ, հետո կպատմեմ։ Հետո կարան տակիցս դուրս եկավ։ Նիկայից թվում է դու լրիվ չես դզվել։ Կարող է մի քիչ էլ գնաս քնես, որովհետև Վիկտորը, որ էս կառայի պատմությունը լսի, գործը չի հասնի 104-ի խորոյին։ Ապեր կներես, բայց քո անվտանգության համար մենք ես պիտի տանենք բժշկի։ Բժշկի, ինչ բժշկի, ինչ բժշկի, տղեկ գժվել եք։ Մենք չէ։ Այս քեզ ստուգվել ա պետք։ Լավ, ապեր, բաց թող իրականությունն ասեմ։ Իրականում ես ես ամեն ինչի հորինել եմ։ Ուղղակի այնքան շատ եմ ուզում, որ տենց լինի, որ բռնել ու հորինել եմ։ Այս ուրիշ բան, այս մեր ճանաչած Միկան է։ Միկա, լուրջ լավ ես։ Տղեկ ուղղակի աղբոր պես էլի այդ ռեմոնտը արագացրեք, էլ չեմ դիմանում։ Բայ դեբիլ, այդքան ասելու համար արժեն ես ներկայացումը խաղալ։ Մարդ չդարար էլի։ Դե ինչ ասեմ, ես մենակս կվայլեմ Էրիկային տնիցս վռնդի գերագույն հաճույքը։ Չնայած իրան վռնդելը շատ թույլ պատիժ է, ես իրան դանդաղ կսպանեմ։ Այս դու քեզ ինչեր ես թույլ տալիս։ Ոչ մի բան, ուղղակի եկել եմ անկողնուս մեջ քնեմ, ոնց որ բոլոր նորմալ մարդիկ։ Իսկ կարող եմ ես քեզ թեթև խանգարում եմ։ Չէ, Էրիկա ջան, տակավի։ Իսկ դու լրիվ գժվել ես։ Ինչի՞։ Որ ուզում սեփական անկողնուս մեջ քնեմ, այդ գժվելու նշան, հա։ Չէ, դու վախդ լրիվ կորցրել ես։ Դու ուղղակի դեռ սթափ չես, դրա համար ես քեզ սպանել չեմ տալիս։ Ես քեզ հետ առավոտյան կխոսամ։ אני וסעת תוכנוקי Պատիժը թե ամփոտ ու անրևոտ Զավեշտ թե կոնկրետ շակատագիր դոմինո Այ քեզ կինո և կամչունի խոհարա